Ողջույն բոլորին, եկեք այսօր միասին պատրաստենք հայկական ավանդական լավաշով, հավի կրծքամսով և սպանախով շատ համեղ ռուլետներ։ Այս ռուլետը կարելի է մատուցել երկու տարբերակով՝ տաք և սառը վիճակում, երկու եղանակով էլ շատ համեղ է ստացվում։ Տեսեք, թե որքան գեղեցիկ կտրվածքներ ունեն։ Լավաշով ռուլետ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչներ, ինչպես նաև 1 հավկիթ և 1 փոքր փունջ համեմ։ 3 կապ սպանախը, որ նախապես լավ լվացել ենք, բաժանում ենք մանր կտորների։ Թվում է, թե սպանախը շատ է, սակայն տապակելուց հետո այն փոքրանալու է ծավալով 5-ից 6 անգամ։ Ամբողջ սպանախը մանրացնելուց հետո թավայի մեջ լցնում ենք 2-ից 3 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ և ավելացնում ենք մանրացրած սպանախը։ Շոգեխաշվելու ընթացքում սպանախի վրա ջուր չենք ավելացնում, այն պետք է պատրաստվի իր սեփական հյութի մեջ։ Ծածկում ենք թավան և շոգեխաշում ենք սպանախը մարմանդ կրակի վրա 4-ից 5 րոպե։ Այդ ընթացքում պատրաստենք նաև մնացած բաղադրիչները։ Նախապես աղաջրի մեջ եփված 500 գ հավի կրծքամիսը բաժանում ենք մանր կտորների։ Կարող եք ինձ նման պատառաքաղների օգնությամբ մարացնել կամ մարացնել ձեռքերով։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Հավի միսը քրքրելուց հետո քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 3 մեծ գազար։ Գազարը թարմ է և այն ջերմային մշակման չենք ենթարկելու։ Թարմ գազարը սխտորի նուրբ համի և հավի կրծքամսի հետ իդեալական համադրություն է։ Մանրացնում ենք նաև մի փոքր փունջ համեմ։ Համեմի փոխարեն կարող եք վերցնել սամիտ կամ ազատ քեխ, ըստ ձեր նախասիրության, կամ կարող եք համադրել 3-ը միասին։ Որպեսզի սխտորի համը լավաշների վրա համաչափ տարածենք, կամանի մեջ ճզմում ենք 2 ատամիկ սխտոր և ավելացնում ենք 250 գ մայոնեզ կամ թթվասեր և մի փոքր սև պղպեղ։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք և մեր թանձրուկը ևս պատրաստ է։ Այս ռուլետը շատ համեղ է և կարելի է պատրաստել ցանկացած տոնական առիթի համար։ Հավաստիացնում եմ, սեղաններից այն առաջինն է վերջանալու։ Կարելի է պատրաստել նաև սուրբ զատիկի տոնին։ Հինգ րոպե անց սպանախը ևս պատրաստ է։ Ավելացնում ենք աղ և սև պղպեղը ճաշակի, մի լավ խառնում ենք և սկսում ենք շերտ-շերտ հավաքել մեր ռուլետը։ Եթե թավայի մեջ դեռևս մնացել է սպանախի հյութ, այն մեզ հարկավոր չէ, պետք է օգտագործենք միայն կանաչին։ Սպանախի հյութը լավաշին ավելորդ խոնավություն կհաղորդի, ինչը մեզ հարկավոր չէ։ Սեղանին փռում ենք լավաշի առաջին շերտը, ավելացնում ենք մեր պատրաստած թանձրուկի 1/3 մասը և տարածում ենք ամբողջ լավաշի մակերեսով։ Որպեսզի ռուլետը նուրբ և համեղ ստացվի, օգտագործեք թարմ բարակ լավաշներ։ Լավաշները ինձ մոտ բավականին երկար են և տեսախցիկի մեջ ամբողջությամբ չեն երևում։ Ավելացնում ենք ամբողջ թարմ քերած գազարը և համեմում ենք աղով և սև պղպեղով, ըստ ճաշակի։ Գազարը հավասարաչափ տարածում ենք և ապա գազարի վրա ավելացնում ենք թարմ կտրատած կանաչին։ Այս ռուլետը պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում գրեք, թե մատուցման որ ձևը հավանեցիք՝ տաք վիճակում, թե սառը վիճակում։ Աշխատեք միջուկները ավելացնելուց հետո լավաշի ծայրերից 1-2 սմ բաց մնա, որպեսզի հեշտությամբ փաթաթենք։ Կանաչին ավելացնելուց հետո դնում ենք լավաշի հաջորդ շերտը։ Լավաշի վրա ավելացնում ենք մեր պատրաստած թանձրուկից, տարածում ենք լավաշի ամբողջ մակերեսով, ավելացնում ենք հավի բզկտած միսը և համեմում ենք աղով և սև պղպեղով, ըստ ճաշակի։ Ես նախընտրում եմ բաղադրիչների այս հերթականությունը, սակայն առաջին շերտին կարող եք ավելացնել հավի կրծքամիսը, երկրորդ շերտին գազարը և ամենավերջում սպանախը։
Կարևոր է, որ սպանախը ավելացնենք ամենավերջին շերտին, քանի որ սպանախը ամենախոնավ բաղադրիչն է, որպեսզի հեշտությամբ վերջում կարողանանք փաթաթել ռուլետը։ Դնում ենք լավաշի վերջին շերտը, տարածում ենք, ավելացնում ենք մեր պատրաստած թանձրուկից և սկսում ենք փաթաթել ռուլետը։ Լավաշների երկարությամբ սեղմելով փաթաթում ենք ռուլետը։ Ռուլետը կտրում ենք մեջտեղից, մի մասը կտրում ենք 2,5-ից 3 սմ լայնությամբ, դնում ենք ջեռոցի տապակի մեջ և վրան քսում ենք 1 հարած հավկիթ։ Ռուլետները դնում ենք նախապես 180 աստիճան տաք հացված ջեռոցի մեջ և թողնում ենք այնքան, մինչև ռուլետները գեղեցիկ կարմրեն։ Իսկ մյուս մասը փաթաթում ենք սննդային թաղանթով և դնում ենք սառնարան 2-ից 3 ժամ։ Այս բաղադրատոմսով ստացվում է բավականին մեծ չափաբաժին, սակայն դուք կարող եք վերցնել փոքր լավաշներ և բաղադրիչները կիսել։ Սա սառը վիճակում մատուցվող ռուլետներն են, տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ կտրվածք ունեն, բոլոր շերտերը հատ-հատ երևում են։ Ահա մեր խրթխրթան տաք վիճակում մատուցվող ռուլետները։ Գեղեցիկ տեսք հաղորդելու համար ձուն քսելուց հետո կարող եք ավելացնել սպիտակ կամ սև քունջուտ։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։